Շնորհակալություն, մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ։ Այս փոփոխությունը մի փոքր նաև մեր նախորդի որդեգրած մեթոդաբանության մեջ փոփոխություն է։ Եթե նախորդիվ մենք մեր որոշումներով աջակցում էինք ուղղակի արտահանումներին, պտուղ բանջարեղենի, այս դեպքում, պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, վերամշակման նպատակով մթերումների աջակցություն ենք տալիս։ Ինչով է սա կարևոր մինչև մանրամասներին անդրադառնալը։ Սա կարևոր եմ համարում առաջին հերթին նրանով, որ նախ այո, կլուծենք հիմնական խնդիրներից մեկը, այսինքն մենք այս պարագայում թզի եւ դեղցին է վերաբերվում, մենք նախ օպերատիվ հետևում ենք իրավիճակին, մեր գյուղատնտեսների հետ կապի մեջ ենք եւ այնտեղ որտեղ որ տեսնում ենք խնդիր, անմիջապես արձագանքում ենք եւ մասնավորապես Սյունիքի մարզում կա բավականին լավ թզի բերք եւ այստեղ պետք է աջակցեինք եւ միևնույն ժամանակ դեղցի բերքը հանրապետությունում բավականին լավն է եւ էլի աջակցության ոլորտը աջակցության կարիք ունի։ Մենք պահպանում ենք արտահանման սուբսիդավորումները եւ արտահանումները շարունակվում են եւ թզի դեպքում եւ դեղցի եւ մյուս պտուղ բանջարեղենների ծաղիկի դեպքում, այս դեպքում ավելացնում ենք նոր բաղադրիչ ամեն 1 կիլոգրամի համար եւ թզի եւ դեղցի մթերման ժամանակ 125 դրամ փոխհատուցում ենք տալիս եւ սրանով ցանկանում ենք նվազագույնը 2 խնդիր լուծել։ Խնդիր մեկը բնականաբար մեր գյուղացիական տնտեսությունների մոտ առկա բերքի մթերումն է, սպառումն է եւ խնդիր երկուսը սա նույնպես կարծում ենք պակաս կարեւոր չէ, մշակող արդյունաբերության զարգացումն է, որովհետեւ եթե մենք աջակցում ենք, որպեսզի այդ ապրանքը դառնա պահածո, այդ ապրանքը դառնա ճիր, բնականաբար նաև ենթադրվում է, որ մրցունակ ավելի մրցունակ գնային առումով ապրանք են ունենալու, որովհետեւ մեր տնտեսվարողները հնարավորություն են ունենալու ըստ էության լավ գնով ձեռք բերել, որը գյուղացու համար կարևոր է, բայց միևնույն ժամանակ նաև փոխհատուցում ստանալ եւ դրա հետևանքով ինքնարժեքը իջեցնել եւ արդեն պատրաստի արտադրանք մեր տեղական շուկային մրցունակ գնով առաջադրել եւ արտահանման համար մրցունակ գնով պատրաստի արտադրանք շուկային առաջարկել։ Սա է ամբողջ տրամաբանությունը այս ծրագրի եւ ծրագրի շրջանակում մինչեւ սեպտեմբերի 1-ը, պարոն վարչապետ, մեր կանխատեսումներով շուրջ 3000 տոննա դեղց կմթերվի եւ շուրջ մինչեւ առավելագույնը 400 տոննա թուզ։ Շնորհակալություն այդքանը։ Շատ լավ։ Այո, պարոն Պապոյան, փաստորեն մենք կարևոր է, որ մենք դինամիկ գործելակերպ ունենք եւ շուկայում առաջացած խնդիրներին արագ արձագանքում ենք եւ հիմա մեր խնդիրն է, եթե արտանման հետ կապված խնդիրներ կան, ուրեմն մենք աջակցենք, որպեսզի կոնկրետ դեղցի ու թզի դեպքում ջրի արտադրություն վերամշակման շղթայի մեջ մտցնենք այդ ապրանքը, որպեսզի նաև հետագայում նախ պահման համար ավելի լավ պայմաններ են եւ երկրորդը հետագայում արտահանման պոտենցիալը ավելի մեծացնելու համար եւ հույս ունենք նաեւ, որ արդեն իսկ մեր վերամշակողները եւ այս ուղերձներն էլ պետք տալ նաեւ ավելի լայն շուկաներում այդ ապրանքները սպառելու կանխավարկածով կառուցեն իրենց արտադրական ցիկլերը եւ մենք հիմա մեր մթերողների միջոցով նաեւ մեր ֆերմերային տնտեսություններին, գյուղացիական տնտեսություններին աջակցում ենք, որպեսզի թզի եւ դեղցի սպառման խնդիրը լուծենք, կարծում եմ լավ տարբերակ է։ Կան հարցեր, հարգելի գործընկերներ։ Շնորհակալություն, ես մի հարց ունեմ, պարոն Պապոյան, երբ որ մենք արտահանման դեպքում աջակցություն ենք տրամադրում, մեր մաքսային մարմինները վերիֆիկացնում են կամ հաստատում են, որ այն ինչ որ հաշիվ ապրանքագրի մեջ գրված է, դա իրականություն է։ Այսինքն այն ծավալի արտահանումը, որ մենք իրականացնում ենք, այդ ծավալի արտահանում իրականում տեղի է ունենում։ Հիմա ուզեմ հասկանամ, ո՞նց ենք համոզված լինելու, որ այն մթերումները, որոնք արձանագրվելու են երկու տնտեսվարող սուբյեկտների կողմից եւ որին մենք աջակցում ենք, այդ մթերումը փաստացի տեղի է ունենալու։
Այս պրակտիկա, շնորհակալություն հարցի համար, այս պրակտիկան մենք նախորդիվ ունեցել ենք, հենց հիմա մթերման process-ը գնում է եւ մարզպետարանների եւ համայնքապետարանի աշխատակիցները այնտեղ են, իրենք եւս մասնակցում են կշեռման process-ին, իրենք եւս ստորագրություն են դնում այդ թղթերի վրա եւ մարզպետարանի կնիքը նույնպես հաստատում է դրա մասին, այսինքն պետությունը այդ process-ին եւս մասնակից է եւ հավաստիանում է, որ գործընթացը կա եւ դրա հիման վրա է տեղի ունենալու վճարումները։ Ամենին դեպս այդ հարցը, որին պետքա մենք բանանենք, պատասխան։ Եվ այո, կամերաներն էլ կա բոլոր մթերողների։ Այո, կամերաներ, ես տեսա, որ պարոն Հովհաննիսյանի հարցից հետո մեր քննչական մարմինները, ղեկավարները գրառումներ են անում իրենց բաներում, նոթատետրերում, այդ հարցը իրոք միշտ այդ մարտահրավերը կա։ Ընդհանուր առմամբ գիտեք ինչ, նախորդիվ մենք նաև խաղողի մթերման հետ կապված ծրագրեր ենք իրականացրել, եղել են հաջող դեպքեր, եղել են դեպքեր, որ էլի գնացեք քրեական գործ են դարձել։ Մենք ընդհանրապես կարծում եմ, որ չգիտեմ դա լուծումը թվայնացումն է, թե ինչ որ այլ լուծում ունենք, պետք է այնպիսի մեխանիզմ դնենք, որ ամեն անգամ նոր որոշում կայացնելիս այդ հարցը 0-ից մեզ համար չծագի։ Շատ կարևոր է, որ մենք ունենանք այդ վերիֆիկացիայի հստակ համակարգ, որը մեր այդ խնդիրները կլուծի։ Ընդ որում մենք շղթայի մեջ պետք է նայենք, որովհետև բուն մթերման խնդիրը չի մենակ։ Մենք պետք է կարողանանք ընդհանրապես հետագծելիությունը սկսած այգուց մինչև հետագայում նաև դրա ապրանքի դուրս թողումը ֆաբրիկայից կամ գործարանից եւ դրա հետագա մուտքը առևտրային ցանցեր կամ արտահանում, է շատ կարևոր բան է, որպեսզի մենք ստվերի դեմ ոչ թե պայքարելու, այլ ստվերը կանխարգելելու շատ հստակ մեխանիզմ ունենանք։ Համեցեք պարոն Գրիգոր։ Պարոն վարչապետ, մոտավորապես արդեն ասացիք իհարկե, բայց այս հետագծելիությունը իրականության մեջ նաև գյուղատնտեսությունը, եթե մենք խթանենք մթերումը, հետագա այդ ապրանքների հետագծելիությունը մթերման ծավալը ավտոմատ մեծ տվյալները տալու են, այսինքն հնարին է լինելու շրջանցել, որովհետև պարամետրերը, որոնք թվայինացման այս գրիչի վրա պիտի լինեն, ամեն ինչի մասին են, եւ համադրումը ցույց կտա, որ ինչ որ մի մեծ ծավալ կամ վիրտուալ է, կամ սխալ է։ Եվ այդ իմաստով ես կարծում եմ մենք պիտի խնդրենք, որ պետք գործընկերները սրան զուգահեռ այն արտադրատեսակները, որոնք ստացվում են գյուղատնտեսական ապրանքի մթերումից, մենք մոտ ժամանակներում ընդգրկենք այս ցանկերում եւ այդուհետ ես կարծում եմ նույնիսկ այդ մթերման պահին մեր մարզպետարանի ռեսուրսը օգտագործելը անիմաստ կդառնա, որովհետեւ մի քանի ամիս հետո պատվիրված կոդերից երևալու է, որ դա իրական մթերում է, թե վիրտուալ։ Դե այդ խնդիրը կոնկրետ ոչ այդ դեպքով, բայց ես արդեն առաջադրել եմ, որ այս դրոշմավորման համակարգը մենք մաքսիմալ պետքա տարածենք։ Եվ դրոշմավորման համակարգի հետ կապված, եթե մենք հարցեր ունենք, հարցեր միշտ էլ ունենալու ենք ամեն ինչի մասին, բայց դա չի նշանակում, որ մենք պետքա նստենք, սպասենք, այդ հարցերի պատասխանները լինի, նոր մենք գնանք առաջ։ Համակարգը պետք է առաջ գնա եւ ելի ասում եմ, տեսեք, մենք նաեւ պետական եկամուտների այն բավականին լավ եւ տպավորիչ աճերում այս դրոշմավորման համակարգը ամենավին էլ երկրորդական դեր չունի, որովհետեւ մենք չենք պատկերացնում, մեզ թվում է թե լավ դե մի հատ ջուր է կամ մի, չգիտեմ, ինչ որ ապրանք է, 100 դրամ արժի կամ 200, բայց այդ 100-200 դրամանոց ապրանքներին 100 հազարավոր կամ երբեմն միլիոնավոր օրինակներ վաճառվում են եւ նրա նույնիսկ մի փոքր հատվածը ստվերից դուրս բերելը մենք այնքան է արտահայտվում, որ մենք ստեղ զգում ենք պետական եկամուտների աճը։ Այդտեղ էլի եմ ասում 27 թվականի հունվարի 1-ից մենք այդ մաքսիմալ բանը ծածկույթը պետք է ունենանք։ Հետո հարցեր կան, ոնց որ նախորդող շրջանում էլ են հարցեր են եղել, մենք գնացել ենք նաև որոշում ենք կայացրել, հետահայաց որոշումներ ենք կայացրել, այդ թվում գնային հատվածները, այն որ համարել ենք, որ իրոք տնտեսվարողները իզուր են այդ վճարումները արել, այդ վճարումները հաշվանցվել են եւ այլն եւ այլն եւ այլն։ Բայց սկզբունքային կարևոր հարց է, որ պետքա
ստվեր պետքա չլինի։ Սա մեզ այդ հնարավորությունը տալիս է։ Կպարզվի ավելի լավ համակարգ կա, որ ավելի լավ։ Մենք ոչ մի բանով սահմանափակված չենք։ Իհարկե որոշակի պայմանագրային պարտավորություններ ունենք, ժամկետներ կան, բայց ստեղ էլ մենք պետքա տեսնենք եւ լավագույն առաջարկից պետքա օգտվի պետությունը։ Բայց որ պետք է բացարձակապես ամեն ինչը, բացարձակապես ամեն։ Ես օրինակ տենց ապրանք չկա, որ ասեմ լավ եկեք էս չդրոշմավորենք։ Չկա այդպիսի բան։ Բացարձակապես ամեն ինչը պետքա դրոշմավորվի, որովհետև այդ է ճանապարհը ստվերին վերջ տալու։ Համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, շարունակեմ թվայնացման թեման։ Ես նշեմ, որ մեր սկսել ենք խաղողի արժեշղթայից եւ այդ ծրագիրը բավականին լավն է, բոլոր գյուղմթերքները ժամանակի ընթացքում կավելացնենք, ծրագիրը արդեն պատրաստ է, հիմա ընդունում հանձնման process-ի մեջ ենք, պետք է նախարարությանը տրամադրվի եւ մենք պլանավորում ենք, որ 2027 թվականի խաղողի մթերումը հենց այդ տրամաբանությամբ էլ պետք է լինի, ամբողջ պայմանագրերը, մթերումները պետք է լինեն նախապես ծրագրում եւ թվայնացված։ Այդ թեմային վերադառնալով կառավարության ծրագրին, մենք ծրագրում ներառել ենք մինչև 2031 թվականը երկրի ուղեցիր 3 արբանյակ թողարկելու հարցը եւ դա կապ ունի ինչ կապ ունի մեր խնդրի հետ, որտեղ մենք այդ խնդրը վերջ պետքա փակենք։ Մենք պետք է իմանանք մեր երկրում ինչքան խաղողի այգի կա, ինչքան դեղցի այգի կա, ինչքան ծիրանի այգի կա, որովհետեւ էս էլ է շատ կարեւոր, որովհետեւ երբեմն այս նախկինում էլ եղել է այդ մտավախությունը ձեր ասած, որ մեր երկրում X մաքսիմալ բերքի պոտենցիալ ունեցող խաղողի այգի կա, բայց մենք մթերում ենք դրանից ինչ որ չափով ավել խաղող, բայց դա վերլուծություն է, ոչ մի փաստական հենք դրա տակ չկա, եւ մենք պետք է ենթակառուցվածքը զարգացնենք, որ մենք փաստական հենք ունենանք, որտեղ կա խաղողի այգի, որտեղ չենք կարող գնալ բոլոր տեղերը սանտիմետր չափել, ել չեմ ասում, որ չենք կարող գնալ բոլոր թփերը ստուգել, բայց արբանյակն ու արհեստական բանականությունը կարան նաև խաղողի հատիկները ստուգեն, ասեն, այսքան է ձեր խաղողի բերքը ճշգրիտ մի քանի կիլոգրամի տարբերությամբ։ Եթե հիմա չի զարգացել այդքան տեխնոլոգիաները, մի 2 տարուց հաստատ այդքան կզարգանա։ Նկատի ունեմ, այս ուղղությամբ մենք պետք է մտածենք։ Մենք այդ թուղթու գրիչը պեչատները առած, վայ, այս կնքեցինք, հետո էլով կա, բերեք, էսը կնքենք, շորջ դա արդեն բան է։ Մենք չգիտեմ ինչով ենք զբաղված։ Դա, բայց պետք է օբյեկտիվ ենթակառուցված ունենանք դրանով չզբաղվելու համար։ Դա նշանակում է, որ մենք պետք է այդ խնդիրները, որ առաջադրում են, գնանք եւ լուծենք։ Խնդրեմ այլ դիտարկումներ, համեցեք։ Պետք է ուղղակի հավելեմ, որ մենք այս տարվանից նաև հունվարի 1-ից ներդրել ենք ապրանքների քառանիշ կոդավորման համակարգը, այսինքն երբ որ տնտեսվարողները իրար ապրանքներ են փոխանցում, հաշիվ ապրանքագրերում արտացոլվում է նաև այդ կոդերը եւ աստիճանաբար այդ դասակարգումները շատ ավելի քաղաքակիրթ են դառնում ու ավելի հետագծելի են դառնում։ Բացի դա նշեմ, որ մենք պետական եկամուտների կոմիտեում կիրառում ենք արհեստական բանականության գործիքները, որը թույլ է տալիս այդ նույն տրամաբանությամբ այդ շարժերը դասակարգել եւ հետեւել դրանց, եւ հետեւաբար այդ սկզբնական փուլում, եթե մենք ստեղծենք մի իրավիճակ, որ այդ մթերման մասին տվյալները թվայնացվեն, մենք հանգիստ կարող ենք դրանց շարժին նաեւ այդ տեսանկյունից հետեւել։ Այդ թվում նաեւ իհարկե այն ինչ որ նաեւ խոսեցիք դուք։ Այսինքն այս բոլոր համակարգերը միասին թույլ են տալիս ապրանքների շարժին հետեւել ամբողջ տնտեսությունում։ Համեցեք, պարոն Թոմաս։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, դուք ճիշտ եք, այսօր գիտությունը նաև զարգանում է մեկ ուղղությամբ, որը կոչվում է Geo-AI, այսինքն գեոարհեստական բանականություն, եւ դա արհեստական բանականության մեկ առանձին ուղղվածություն է, որը տարածական տվյալների մշակմանն է վերաբերվում, եւ համապատասխանաբար առկա տեղեկատվության հիման վրա հնարավորություններ են առկա արդեն այդ վերլուծությունները կատարելու եւ միևնույն ժամանակ մեզ մոտ էլ այս ուղղությունը շարունակվում է զարգանալ, ունենք ասպիրանտներ, որոնք այս ուղղությամբ գիտական աշխատանքներ են իրականացնում եւ հուսով եմ, որ այդ արբանյակները, որոնք որ ուղեցիր դուրս կբերվեն եւ այն համակարգերը, որոնք հետագայում կինտեգրվեն, նաեւ հիմք կդառնան գիտության Հայաստանի Հանրապետությունում գիտության այս ուղղության զարգացման համար։ Շնորհակալություն։ Շատ լավ, կան այլ դիտարկումներ, չկան, հարցը դրում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումը ընդունված է։ Քննարկում ենք